Եվ հետևաբար մեր ընտրությունը խաղաղության եւ կոնֆլիկտի մեջ է։ Այսօր մարդիկ ինձ մեղադրում են, ասում են, ինչի է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված քարտեզը տարածում եւ պահում իր գլխավերևում կամ իր կրծքի մոտ։ Ասում են, թող ծովից ծով Հայաստանի քարտեզը բանանի տպի։ Ու դա ասում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը, ում ընտանիքի ոչ մի անդամ Հայաստանի սահմանի պաշտպանության համար մի հատիկ կրակոց չի արձակել։ Նրանք Հայաստանի սահմանին մի հատիկ կրակոց չեն արձակել, բայց նրանք կրակոցներ արձակել են Կոտայքի մարզում, Աբովյանում, Առինջում, Ծաղկաձորում, չգիտես ուր, եւ նրանք եկել են, որովհետեւ այդ ով ծով Հայաստանի մասին խոսում է, իրանք բոլորը Հայաստանից դուրս ունեն վիլլաներ, ունեն տներ, իրական Հայաստանի գաղափարախոսությունով ստեղծել է Հայաստանի Հանրապետությունից դուրս ոչ տուն ունի, ոչ էլ ուզում է ունենալ, ոչ էլ երբևէ ունենալու է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, եւ մենք այս տանը ոչ միայն պիտի ապրենք ազատ, երջանիկ, բարեկեցիկ, այլև այս տունը որպես ժառանգություն պետք է փոխանցենք մեր սերունդներին դարեդար ու հազարամյակով։ Այս հարցը պիտի լուծեք դուք Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ։ Եվ այս տան տրամաբանությունն է, որ այսօր Հայաստանում կառուցվում են դպրոցներ, որոնք որպիսին չեն եղել Հայաստանի պատմության ողջ ընթացքում։ Ովքեր հարցականի տակ են դնում, թող գնան տեսնեն Հրազդանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որը զրոյից կառուցվել է։ Հայաստանի պատմության մեջ չեն եղել այդպիսի դպրոցներ։ Իսկ ինչու կան այսօր այդպիսի դպրոցներ։ Մի պարզ պատճառով, որ այսօր շատ առանցքային մի բան է փոխվել Հայաստանում։ Պետությունը սիրում է իր քաղաքացուն, եւ քաղաքացին սիրում է իր պետությունը։ Պետությունը սիրում է քաղաքացուն եւ քաղաքացին սիրում է պետությունը։ Սա է փոխվել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սերն է այն առանցքային գործոնը, որ այսօր մեզ մղել է այն բոլոր որոշումներին, որ մենք կայացրել ենք։ Մենք հասկացել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս բերենք կոնֆլիկտի թակարդից։ Եվ մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք բերել կոնֆլիկտի թակարդից։ Այսօր նաև դրա շնորհիվ է, երբ որ մենք ունենք վստահություն խաղաղության նկատմամբ, նաև դրա շնորհիվ է, որ մենք միայն 2026 թվականին 70 միլիարդ դրամ ավել ծախսելու ենք միայն թոշակների վարձացման վրա։ 70 միլիարդ դրամ։ Հայաստան տան հայեցակարգը դրա մեջ է, որ Հայաստանում այսօր միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, չհաշված անկանխիկ առևտրից հետվճարի համակարգը։ Այսօր 65+ եւ մինչեւ 18 տարեկան երեխաների առողջության ապահովագրությունը հոգում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այսօրվա դրությամբ մենք շուրջ 130 միլիոն դոլար 2026 թվականի ընթացքում շուրջ 130 միլիոն դոլար տրամադրել ենք մեր մինչև 18 տարեկան երեխաների եւ 65+ թոշակառուների առողջապահության կարիքների։ Այսօր մենք ավարտին ենք հասնում 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագիրը։ Այսօր մենք դպրոցներում մեր նորակառույց եւ հիմնանորոգված մի կարգախոս ենք տալիս մեր աշակերտներին, ասում ենք լավ սովորի, որ լավ ապրես, բանալի բառը ապրելն է, մյուս բանալի բառը լավ ապրելն է, որովհետև մենք ի վերջո հաղթահարել ենք
մակարման եւ գոյատևման օրակարգը եւ Հայաստանի Հանրապետությունը մտել է զարգացման օրակարգի մեջ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է բոլորի աչքի առջև։ Այսօր ծաղկաձորն է ծաղկում բոլորի աչքի առջև։ Եվ սրա մասին է իրական Հայաստանը։ Բայց նաեւ շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, թե ինչպես եւ ինչով ենք այս բոլոր ծախսերը անում։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, թոշակների ավելացում, առողջության ապահովագրություն, մենք այդ թվում ոչ մի րոպե չենք մոռացել 2018 թվականից ձեզ տված խոստումը թալանվածը վերադարձնել։ Մենք 2018 թվականից շուրջ 8 միլիարդ դոլարի հարկային եկամուտներ լրացուցիչ, գույք, ապօրինի ձեռք բերված, նյութական միջոցներ եւ դրամական միջոցներ ենք վերադարձրել պետությանը։ Մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում